19 թվականից հետո որևէ արգելված գործունեությամբ չեմ զբաղվել, պետական ծառայող չեմ եղել։ Հիմա կներեք, նորից եմ ասում, այսինքն ֆիրմայի անունը կլինի Պողոս Պետրոս Կիրակոս, դրանից բան չի Պարոն Ֆարմանյան, արձագանքի կշարունակեք, արձագանք։ Ներողություն։ Ճիշտն ասած, գայթակղությունը շատ է Եղոյանի ոճով ասեմ, վայ, խոսած, հանեք դուս, բայց չեմ ասի էդի, էլի անկեղծ, պարոն Եղոյան, ձեզ կարողացեք կառավարել անկեղծ, էլի նորից ոգևորվել էիք, խոսում էիք, կռիվ էիք անում, մի արեք, մի եթե ընդդիմադիրն անելուց լիներ, Վահագն Ալեքսյանը ՊՊՑ-ին օգնության էր կանչել։ Հիմա ինչ է, իմ հարցին չպատասխանեցիք, պարոն Ֆարմանյան, դուք մտավախություն չունեք, որ նույն ձևով Տիկին Մանուկյանի կենսագրականը կսկսեն փորփրել ու ինչ-որ մի հատ տարօրինակ, մի հատ գիծ կգտնեն, կդառնա դրոշակ ու ամենաարժանապատիվ մարդն էլ կասի գիտես ինչ կա, զզվցրիկ էլի, ես թողնեմ գնամ ստեղից օրինակի համար։ Ինչ եմ նորից կրկնում, այդ չեք տեսնում այդ խնդիրը, որտեղ ձեր 3 թեկնածուներն էլ իմ համար շատ արժանավոր մարդիկ են եղել, իմ համար նաև անհասկանալի էր ինչու չընտրեցին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, անկեղծ ասած որևէ բանի վրա չեմ զարմանում։ Հետևաբար կարծում եմ սրանով ձեր հարցին պատասխանեցի ես, չեմ զարմանա որևէ բանի վրա, չնայած որ Լիաննա Մանուկյանը, Տիկին Մանուկյանը ունի ամբից կենսագրություն, մենք էլ չունենք արատավորված կենսագրություն, եւ ինչպես ինձ էին հարցեր ուղղվում, հետևաբար չեմ զարմանա, որ նմանատիպ հարցեր ուղղվեն Տիկին Մանուկյանին։ Նաեւ գիտեք ինչն է խնդիրը, ես այստեղ մի բան եմ տեսնում, sense մի միտում։ Ուրեմն կա մի կարծրատիպ, տեսեք Գագիկ Խաչատրյան, Ալան Թալան, չգիտեմ ինչ, այս խոսույթների շրջանակներում բոլորին թվում է, թե մենք թալանչիներ ենք։ Ու երբ որ ման են գալի տեսնում են թալանած բան չկա, եկեք պարտքերով բանով ինչքան գույք ունեմ հանձնեմ ձեզ, նվերտամ։ Պարտքերս նվերտամ ձեզ, ժողովուրդ ջան։ Հա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, զուտ հիշեցնեմ, որ պետական պաշտոնյաները 40,000 դրամը գերազանցող նվերներ չեն կարող ընդունել։